Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 21-ն է 2026 թվական։ Մինչև հիմնական նյութերին անցնելը երեք խոսում էինք հայկական բնակավայրերի գյուղերի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անունները նշեց ու ասեց դա նրանց նա պետք է հանձնենք, այսինքն դրանց նա արծվաշենն է հայկական եւ այլ, մանրամասն ես դրա մասին խոսել եմ, չեմ ցանկանում կրկնել, բայց ուղղակի նորից հստակեցնեմ, որովհետեւ էլի հարցեր են տալիս, բա դրա նրբերանգը ո՞րն է։ Առաջինը, այդ 4 գյուղերը, որը Նիկոլ Փաշինյանն ասում է ադրբեջանական է, մանավանդ Տիգրանաշենի հետ կապված, շատ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է։ Եվ այդ պարագայում, երբ որ ասվում է, որ մենք սա իրենցն է, նա էլ մերն է, մենք մտածում ենք, որ կարող է գա մի պահ, որ ենթադրենք փոխանակման հարց առաջանա, այս 4-ը փոխվի արծվաշենի հետ, նա հարմար է Ադրբեջանի տարածքում, ես էլ հարմար է մեր տարածքում։ Բայց Ադրբեջանը կանգնում եւ ասում է, չէ, ես համաձայն չեմ, փոխանակման հարց չի քննարկվում։ Մեզ պետք չի, մերը տվեք, մեզ ծերը վերցրեք ձեզ, ոնց ենք մենք արծվաշեն գնալու, ոնց ենք բնակեցնելու եւ համեմատելու չի արծվաշենի եւ այս մյուսների դիրքը ռազմավարական նշանակությունը։ Բացի դրանից, նույնիսկ եթե հանրաքվեի դրվի, կարող է Հայաստանում հանրաքվե դնես, նույնիսկ եթե անցնի, Ադրբեջանում չանցնի եւ գործարքը չկայանա։ Բայց այդ պարագայում հարց է առաջանում։ Նույնիսկ այդ պարագայում մենք մտածում ենք, բա ինչա, պետք է վերցնեն այդ 4 բնակավայրը տան Ադրբեջանին, արծվաշենն էլ տան մեզ, մենք դրա մեջ ասելիք չունենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ մեր բնակավայրերն է։ Նիկոլ Փաշինյանը որ ասպա քարտեզ կա, որ այնտեղ նրանց այնքան քարտեզ կա, որ լրիվ ուրիշ բան է գրած։ Քարտեզի հիմքերը պետք է նայես, որից որին անցե, երբ անցե, ինչու է հենց այդ քարտեզները դրվել հիմքում։ 91 թվականի քարտեզ չկա, ասում են 59 թվականի քարտեզն էլ մի քարտեզ չի։ Մի քանի տարվա քարտեզներ է, որոնք իրան ճշգրտությամբ պետքա որոշակի մասեր այդ ձևով ներկայացված տասնյակ քարտեզների համախմբով ստացել են այդպիսի փունջ են ստացել, որ դրանով անեն։ Ասում ենք տպեք դա, եթե դա գաղտնիք չի, տպեք իմանանք ինչի մասին է խոսքը։ Ինչու եք դրանով անում եւ որտեղ է դրա հիմքը։ Ինչու ենք վերցրել 59 թվականի քարտեզը, այլ ոչ 22 թվականի, եթե խորհրդային միությունը կազմավորվել է 22 թվականին։ Ասեք մի հատ հասկանանք ոնց է եղել դա։ Կամ 22 թվականից մինչև 59 թվականը տակի թղթերն ուր է, եւ բացի դրանից մի հատ ուրիշ բան։ Եթե հիմա հարցը առաջանում, որ դա մեր վարչատարածքային միավորի մեջ է, այդ 4 գյուղը, որը որ պետք է Ադրբեջանին հանձնվի, փոխարենը արծվաշենը վերցնի, դրա մայլի հանրաքվե է պետք, որովհետև մտածա Հայաստանի վարչատարածքային բաժանումով Հայաստանի տարածքի մեջ։ Հետո ինչ որ քարտեզ կա։ Այս նոր եք որոշել նստել պայմանավորվել։ Բայց այդ ժամանակ Փաշինյանը ի սկզբանե կանխում է հանրաքվեի հարցը։ Ասում է դա իրանցն է, իրանց տալու համար ինչ հանրաքվե։ Այսինքն իմացեք, Տիգրանաշենը հանձնելու համար հանրաքվե պետք չի, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա Ադրբեջանինն է, դուք դրա հետ կապ չունեք, դա արդեն Իրանն է, ինքը պետք է վերցնի։ Վերջ, ինչ հանրաքվե։ Այնպես չի, որ ասեն, գիտես ինչ Դավիճելի տարածքա, մի քարտեզով Հայաստանա, մի քարտեզով Ադրբեջանա, մի տեղով էքսկլավա, մի տեղով անկլավա, չգիտես ինչ եւ այլ, բերեք որոշում ենք կայացնում, որոշման համար պետք է հասարակության համաձայնությունը։ Ինքը ասում է ինչ հասարակության համաձայնություն, եթե դա Ադրբեջանինն է։ Մենք դա տալու ենք առանց հանրաքվեի, որտեղ վստահալնելով, որ հանրաքվեի ժամանակ դա չէր անցնելու։ Այսինքն նրբությունը հասկացաք ինչն է հարցը։ Այդ գյուղերը տրվելու է առանց հանրաքվեի, դա էր պետք, որ կառավարության շենքից Նիկոլ Փաշինյանն ասի, որ դա իրանցն է։ Տվեք հիմքերը, ոնց է իրանցը։ Վերջ։ Եթե իրանց չեք կարողանում ապացուցեք, դուք չեք կարող հայկական հողը տալ, նույնիսկ փոխանակել, նույնիսկ շահավետ փոխանակել առանց հանրաքվեի։ Դա սահմանադրական նորմ է, դա հանրաքվեի մասին օրենքով, սահմանադրական օրենքով ամրագրված է։ Իսկ հիմա պարզաբանումը հասկացաք, իրան պետք է որ ժողովուրդը դրան չմասնակցի։ Ինքը Ալիևի հետ պայմանավորվի ու հանձնի, վերջ։ Իսկ արդյունքում արծվաշենը մենք չենք բնակեցնելու, տեխնիկապես էլ գնալ գալու հարցը Ադրբեջանի նպատակ չունի, որ մեզ ճանապարհ տա, որ մենք օրգանապես կապվենք արծվաշենի հետ, դե ասի արի իմ տարածքով գնա, պա, ինչի՞ սա պետք, որ քեզ էլ տարածք տամ, ավելի լավ մի էլ բնակեցնի կմնա ինձ։
Այսինքն այս 4-ը կվերցնի ինքը կբնակեցնի, կգա ռազմավարական դիրքերը կվերցնի, իսկ այն մեկը կասի այդ ձեզ, մեկը չեք գալու։ Վերջ։ Սա է տեղի ունենալու, որտեղ այս պայմանավորվածությունը ժողովրդի հետ չի։ Իսկ չեք կարելու բողոքեք, դե ասի բադուկ, որ ինձ քվեարկեցիք, չքվեարկեցիք, որ ինչ ուզենամ հանձնեմ, չքվեարկեցիք, որ ինչ ուզենամ անեմ։ Բադուկ եք որոշել ձեր պատասխանատվությունը, բայց սրտիկը որ ցույց էի տալիս։ Բայց սրտիկը դա չէր նշանակում, որ ինչ ուզենամ վերցնելու եմ եւ տալու եմ Ադրբեջանին, ու ասեմ, այո, ինչ որ ժամանակ տես քարտեզ գոյություն է։ Ինչ թվում հասկացաք։ Ուսա չի կարելի անհետևանք թողնել եւ հիմա իմացեք մի բան, գտնվելու են մարդիկ բարբերաբար ասեն, ինչ չեք կպել այդ Տիգրանաշենից, այդ ում պատվերն եք կատարում, ոնց թե Տիգրանաշենը Ադրբեջանն չի, լավ էլ Ադրբեջանին նա հերիքա տենց բանա, այս ձևով սկսելու են տարածել, բոլոր նրանք ով դրա համար պայքար են, նրանք դավաճան են, ուրիշի պատվերն են կատարում, բայց հանձնողը դավաճան չէ, ժողովուրդ, ոնց կարող հանձնողը դավաճան լինի։ Եվ հերիքա շահարկեք, այդ ինչ եք կպել, երբ հադամեր եղել, գիտեք, էլի այդ բոլոր բաները գլխներովս անցել է։ Հիմա մի բան, որ այս թողոբոհի մեջ ուղղակի դուրս մնացել եք, որովհետև շատ հագեցած էր նյութերը, Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ, ուրբաթ սեպտեմբերի 18-ին նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վիսբադենում Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում։ Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործի շարունակական ջանքերը երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Ժողովրդավարական ինստիտուտները կայացել են, որ ասма տենց դատավոր չկա, որ իմ ասածը չանի, տենց դատավոր կա, խփեմ ասֆալտին, պռեմ, ծեփեմ պատին եւ այլ։ Ում ուզենանք ձեռից խլենք, ինչ ուզենանք բիզնեսը խլենք, հենց որ մենք կրենք կամերն ենք կոխելու, հարցը նա չի, որ նա արժանի է կամերը կոխես թե չէ։ Հարցը նա է, որ վարչապետն ասում է, ում ուզենանք, ոնց ուզենանք, ինչ ուզենանք անելու ենք։ Սա է ժողովրդավարությունը, այս մրցանակի շրջանակն է։ Եվ մեկ էլ պարզվում է Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տալու։ Այս մարդիկ հնգամյա ծրագիրը չեն կարտացել, որ մեզ տանում է Շանհայ։ Այդ անդերը մի հատ քարտեզի նայեք, Շանհայը Եվրոպայի ճանապարհին է, թե չէ։ Ասма Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցել, Եվրոպայի հետ ինտեգրացիան շարունակել ՍԵՊԱ-ի շրջանակներում, համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շրջանակներում, որի ծավալը երբեք չես կարող ամբողջությամբ կատարել, որովհետեւ դու արդեն խորացել ես ԵԱՏՄ-ի մեջ։ Հիմա շարունակենք այդ մրցանակի հետ կապված։ Լինելով 2018 թվականի Թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը, նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար եւ այդ ժամանակից ի վեր որպես վարչապետ երկիրը խաղաղության հաստատման ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա, ժողովուրդ ջան, դեպի Եվրոպա է առաջնորդում։ Այո, դուք սպասեք, հեսա հասնելու է Եվրոպա։ Հետո ինչի է ասում, լինելով առաջնորդներից մեկը, Նիկոլ Փաշինյանը միակ առաջնորդ է, չի։ Հա, ճիշտ է ասում։ Դե գերմանացիք ավելի շատ գիտեն, քան մեզ։ Հեղափոխության առաջնորդը Սերժ Սարգսյանն էր, այ մարդ, ախր պասերով տվին, չէ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա որ գերմանացիք այդ մասին գիտեն, մեղավոր են, մենք էլ գիտենք։ Բայց մեզ ասում են ապացուցեք, երնա տեսնում ենք, էլի ապացուցը ոնց եղավ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Հիմա կասեք, այ մարդ, գերմանացիք այս մարդուն այդպիսի մրցանակ են տալիս, գերմանացիք արժևորում են Նիկոլ Փաշինյանի չարչարանքը, դուք ինչի եք վատաբան, բայց ես վատաբանեցի ժողովուրդ ջան, ուղղակի տարիքս թարսի պես ներում է, հիշում եմ մի հոգու էլ էին գերմանացիք, ամբերի ծերն էին հասցրել, հոչ էին գովում, դա խոսքը վերաբերում է երջանկահիշատակ Միխայել Սերգեյիչ Գորբաչովին, որի համառ ջանքերի շնորհիվ գերմանյաները միավորվեցին եւ այդ ժամանակ Գելմուտ Կոլը Գերմանիայի կանցլերն էր, եկավ Մոսկվայում հանդիպեց Գորբաչովի հետ, ասեց կարանք այդ գործը անենք, ասեց արխային, այս այդ գործը կպցնենք, որովհետեւ այնուամենայնիվ ինչքան է Գերմանիան, Եվրամիության անդամ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ պետություն, այնուամենայնիվ կար
անվստահություն գործընկերների մոտ, որ չես իմանա, եթե Գերմանիան ուժեղանա, Իրանից ինչ ասեք սպասելու է։ Այդ հիմա է մենք տեսնում ենք Գերմանիան ինչպիսի գործընկեր է Եվրոպայի համար, բայց հիշենք, որ այդ ժամանակ ուրիշ զգացողություն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի անվստահությունը դեռ կար, եւ այդ ժամանակ Միխայել Գորբաչովն ասեց՝ հանգիստ եղեք, հիմա ես այդ հարցերը լուծեմ։ Տո Ջորջ Բուշ ավակի հետ խոսեց, այն ժամանակ նա էր ԱՄՆ նախագահը։ Ջորջ Բուշ ավակը ինչ խնդրեմ ուներ, որ դրան չհամաձայնվի, ինքը Եվրոպայում չի։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Մարգարետ Թետչերի հետ խոսեց Ֆրանսիայի ժամանակ Ֆրանսուଆ Միտերանն էր եւ հասավ դրան, որ համաձայնացնեց երկուսի հետ էլ, որ մի անհանգստացեք, ես տեր եմ, բերեք այս Գերմանիաները միավորենք։ Մանավանդ որ 90 թվականի այդ միավորումից առաջ արդեն Բերլինի պատը քանդվել էր, արդեն այդ ամեն ինչը կար եւ ինչ ստացվեց։ Գորբաչովին ոչ միայն գերմանացիներն էին գովում աստվածացնում, այլ նաև ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայել Գորբաչովն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի 1990 թվականին։ Ժողովուրդ ջան, միջազգային հարաբերություններում կարևոր դերի եւ նոր քաղաքական մտածելակերպի համար այս նոր Հայաստանն է, էլի կարգախոսը, որը նպաստեց սառը պատերազմի ավարտին։ Այո, դա խաղաղություն էր բերել, չէ՞, եւ արևելք արևմուտք հարաբերությունների բարելավմանը։ Իսկ թվում է այս ամեն ինչը մի անգամ արդեն ինձ հետ կատարվել է, լսեցիք, այս այն մարդն է, որը Խորհրդային Միությունը քանդեց, եւ պատճառը, ինչի համար են այդ Նոբելյան մրցանակը տալի, մեծ ներդրում միջազգային խաղաղության գործում, ԽՍՀՄ-ում սկսված փոփոխությունների վերակառուցում, հրապարակայնություն եւ ազատականացման քաղաքականություն, որը փոխեց աշխարհակարգը։ Իհարկե իր լուրջ համառ ջանքերի շնորհիվ դա եղավ 90 թվականին էլ, որ որոշեցին իրան Նոբելյան մրցանակ տան, իհարկե պատմաբաններն ու քաղաքագետները կարող է ասեն, բա մենակ Մարգարետ Թետչերը չէր 90 թվականի նոյեմբերի 28-ին արդեն փոխվեց Ջորջ Մեյջերով, հրաժարական տվեց Թետչերը, Մեյջերը դառավ, այդ Մեյջերն էլ այն վարչապետներ, որը իդեպ նաև Բուդապեշտի մեմորանդումում Մեծ Բրիտանիայի կողմից ստորագրողն էր, էլի, այսինքն այդ ուղղակի իմանաք բավական այնց հայտնի անձնավորություն, չնայած արտաքինից ինքը այդքան էլ այնց հանրային կերպար չէր, բայց բավական լուրջ դերակատարություն էր այդ ժամանակ։ Ամբողջ բանակցություններն եղել է Մարգարետ Թետչերի ժամանակ, որտեղ 90 թվականի որ մեդալը տալիս են, դեռ Թետչերն էր, 90-ի վերջում է Թետչերը փոխվել։ Այդ ուղղակի իմանանք։ Մրցանակաբաշխության պաշտոնական օրը եղել է 1990 թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն Գորբաչովը ներկա չի գտնվել եւ իր ուղերձն է ուղարկել։ Օստոյի մանձամբ Նոբելյան դասախոսությամբ ելույթով հանդես է եկել ավելի ուշ 91 թվականի հունիսի 5-ին։ Ինքը գնացել Օստոյում, դե գիտեք, խաղաղության Նոբելյան մրցանակը միակն է, որ Նորվեգիան է տալիս, մյուսները Շվեդիան է տալիս։ Ինքը գնացել էր եւ դասախոսությամբ էր հանդես եկել, բացատրել, թե ինչի համար է ինքը արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի, իր այդ անցած ճանապարհը, անցած գործունեությունը ներկայացրել է։ Հիմա ես էլ կարծես կներկայացնեմ, որպեսի թյուրիմացություն չլինի։ Գորբաչովի պաշտոնավարման ժամանակ Ժելտոքսան, Ղազախստան, 1986 թվական դեկտեմբեր, Միխայել Գորբաչովի կողմից Ղազախստանի Կոմկուսի ղեկավար Դինմուհամեդ Կոնաևի հեռացումը եւ Ռուսաստանից էթնիկ ռուս Գենադի Կոլբինի նշանակումը առաջ բերեց զանգվածային երիտասարդական ցույցեր Ալմաթայում, որոնք դաժանորեն ցրվեցին իշխանությունների կողմից։ Որևէ այլ մեկնաբանություն այս հարցերին չեմ անելու, որպեսզի դուք զուտ էնցիկլոպեդիկ այն ինչ որ մտնեք կարող եք կարդալ։ Այսինքն մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմը չասենք, որ ուղղակի շարադրանքը տեսնեք։ Հաջորդը Ղարաբաղյան շարժումը եւ հայ-ադրբեջանական ընդհանուր 88 թվական փետրվարից սկսած։ Սկսվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայկական ԽՍՀՄ-ին միավորելու պահանջով։ Այն ուղեկցվեց Ադրբեջանում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերով, հատկապես Սումգայիթում 88-ի փետրվարին, եւ երկու ժողովուրդների միջև զանգվածային բախումներով։ Սա էլի Գորբաչովի ժամանակ։ Ֆերգանայի ջարդեր, Ուզբեկստան 89 թվականի հունիս, զանգվածային բռնություններ եւ արունելի բախումներ տեղի ունեցան տեղաբնիկ ուզբեկների եւ Ֆերգանայի հովտում բնակվող թուրք մեսխետցիների միջև, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին եւ
հազարավորները ստիպված դքեցին իրենց տները։ Մայիսյան եւ հունիսյան բախումներ Միջին Ասիայում 89 թվական էթնիկ լարվածություններ գրանցվեցին նաև Նովի Ուզենում Ղազախստան կովկասյան էթնիկ խմբերի եւ տեղացիների միջև, որոնք վերաճեցին զինված բախումների եւ պահանջեցին զորքերի միջամտություն։ Ապրիլյան ողբերգություն Թբիլիսիում, Վրաստան 89 թվականի ապրիլ, վրացական ԽՍՀՄ մայրաքաղաքում տեղի ունեցած բազմահազարանոց խաղաղ հակախորհրդային եւ անկախության ցույցերի դաժանցրումը խորհրդային բանակի կողմից հանգեցրեց տասնյակ անմեղ ցուցարարների մահվան։ Բախումներ Մոլդովայում 89 թվականի վերջ, մոլդովական ԽՍՀ-ում լեզվի մասին օրենքի ընդունման եւ ազգային զարթոնքի ֆոնին սրվեցին հարաբերությունները տեղացի մոլդովացիների եւ ռուս բնակչության, հատկապես Մեծդնեստրում եւ Գագաուզիայի միջև։ Սա եղել է Գորբաչովի պաշտոնավարման մինչև 90 թվականը, որի արդյունքներով իրան տվեցին խաղաղության Նոբելյան մրցանակ։ Երկրում վիճակը այսպիսին էր։ Եվ Էսեն Գորբաչովն է, որ երբ որ 91 թվականի հունիսի 5-ին ինքը զեկույց էր կարդում, դասախոսություն էր կարդում կրակվածը, մտան բան էր հասկանում, հիմա էլ դասախոսում էր, հիշում եք դե Փաշինյանն էր էլի մեկ օր չեն ասում դասախոսեց։ Այդ բառը ու Փաշինյան ոնց որ ինչ ասեմ էլի իրար անհամատեղելի բաներ են։ Հա Եվ փաստորեն Սայեն Գորբաչովն որ 91 թվականի երբ որ հունիսի 5-ին գնացել էր դասախոսություն էր կարդում Օսլոյում, մարտի 17-ին 91 թվականին կատարեց հանրաքվե խորհրդային միության տարածքում, որպեսզի որոշեն պահպանել խորհրդային միությունը։ Մարտի 17 հունիսին է բանալը, բայց դուք խորհրդային միություն պահպանողը չէիր, թե Եվրոպան բարձր գնահատեց ուղղակի Գերմանիաները հանձնելը։ Միավորվելու հարցը լուծելը, կապ չուներ երկրի ներսում ինչեր էր կատարվում, ինչեր տեղի ունենում։ Եվ ինչ տեղի ունեցավ, 6 հանրապետություն հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին։ Դա Մերձբալթյան 3 հանրապետություն, Մոլդովա, Վրաստան, Հայաստան։ Հայաստանն էլ ասեց անկախության հռչակագիր ունեմ, ոնց մասնակցեմ։ Փաշինյանն ասում է այդ անկախության հռչակագիրը մեզ պետք չի։ Այդ անկախության հռչակագիրը մեզ փրկեց, որպեսզի մենք չմասնակցենք բանին ԽՍՀՄ պահպանելու հանրաքվեին։ Վաղը մյուս օրն էլ ասեն, բա ԽՍՀՄ պահպանելուն կողմ եք քվեարկել, լեգիտիմ չէր ձեր անկախացումը։ Այդքանը չեք հասկանում։ Լավ, էդ էլ անցնենք առաջ։ Ոնց որոշվեց։ Որոշվեցին, որ այո, պետքա պահպանել խորհրդային միությունը, բայց նույնիսկ հարց չեն տալի, բայց 6-ը չեն մասնակցել։ Դուք մեծամասնության քվեարկությունով պահպանում եք խորհրդային միությունը, որն էլ փլուզվեց 91 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այո, այս մարտն էլ է արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի, ավելի բարձր պարգևի, քան Նիկոլ Փաշինյանը, բայց թե ինչպես են նրան հիշում, գերմանացիները որպես հերոս, մնացածը որպես դավաճան։ Սա մեր աչքի առաջ ա եղել։ Այնպես որ հանկարծ չտարվեք, չոգևորվեք, թե ինչ է արդյունքում տեղի ունեցել այս ամեն ինչի հետ կապված։ Հիմա իմացանք, հիմա անցնենք առաջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի ռուսական հարվածից հետո վերանորոգումները շարունակվել են այսօր Կիևում ու շրջակա շրջաններում։ Հարվածը համատեղ ջանքերի արդյունք էր, օգտագործվել են բազմաթիվ բալիստիկ եւ թևավոր արտերներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Դժբախտաբար բալիստիկայի իրավիճակը ներկայումս ամենաբարդն է։ Չնայած այս հարվածի ժամանակ խոցված թևավոր հրթիռների տոկոսը կազմել է մոտ 90%։ Բալիստիկ հրթիռների հետ կապված իրավիճակը զգալիորեն ավելի վատ է։ Մեզ հրթիռներ են պետք Patriot համակարգերի համար, սա այն է, ինչ կարող են ապահովել միայն մեր գործընկերները։ Մենք մեր կարիքը նրանց հայտնում ենք բոլոր մակարդակներում եւ գիտենք, որ մեր գործընկերները ի վիճակի են բավարարել այն։ Մենք չենք խոսում նվերների մասին, խոսքը Ուկրաինայի զենք գնելու պատրաստակամության մասին է։ Անկամ պատրաստ ենք մենք մեր փողով առնենք։ Բացի այն, որ Եվրոպան փուլ ծրագրով, որ գնենք Patriot համակարգերը, հրթիռները Միացյալ Նահանգներից եւ տանք Ուկրաինային, Ուկրաինան ասման նույնիսկ չի վերաբերվում սառեցված ակտիվներից տված գումարներին։ Ես մեր մոտից այդ գումարի հարցը կլուծեմ, տվեք փողով այդ ամեն ինչը։ Ինչու Միացյալ Նահանգները չի կարողանում տա, որովհետեւ ներքաշվել է Իրանի հետ պատերազմում, ներքաշվել է Իսրայելի պահանջով,
Այո, պահանջով, ոչ թե խնդրանքով, ոչ թե հորդորով, որի պատճառով ասում են դե մեզ էլ հրթիռներ պետք, բա Իրանից ոնց ենք պաշտպանվելու։ Ժամանակ էի քթել Իրանի հարցը մտցնեիք որպես երկրորդ ճակատ, որի պատճառով երկրորդ պլան մղեիք Ուկրաինայի հարցը, լուծեիք Ռուսաստանի հարցը, շուտ կգայիք Իրանի հարցը արդեն առանց որևէ խնդրի լուծված կլիներ։ Կարևոր է, որ մեր գործընկերները մասնավորապես Միացյալ Նահանգներում համապատասխան քաղաքական որոշումներ կայացնեն։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն օգնում են Ուկրաինային պաշտպանվել եւ կյանքեր փրկել, գրել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ այնպես չի, որ Ուկրաինան տակ է մնում, լավ էլ հարվածները հասցնում Ռուսաստանին։ Օգոստոսի 21-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի տագնապը տևել է ավելի քան 2 ժամ։ Ռոսավիացիան սահմանափակել է Բալշայե Սավինո օդանավակայանում ինքնաթիռների վայրեջներն ու թռիչքները։ Պերմի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունի մասին, հարձակման է ենթարկվել Լուկոյլ Ֆերմնեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից է։ Իդեպ մի քանի անգամ հարվածքել է, այնպես որ չի սա առաջի անգամը։ Հիմա դուք տեսաք իրավիճակը, մենք հասկանում ենք, որ ուկրաինական պատերազմի արդյունքում ենք ունենալու նոր աշխարհակարգ, կասկած չկա դրանում։ Հիմա նայենք Ռուսաստանից հնչող կարծիքներ արդեն հարավային Կովկասի 3 հանրապետություններին։ Կապ չունի ով Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ ունի, հիմա իրանք, քանի որ վիրավոր գազան են, իրանք նեղանում են միանգամից բոլորից։ Բա ինչի մեր նկատմամբ սենց չեք եւ այլ եւ այլ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Մենք անընդունելի ենք համարում նախագահ Զելենսկու ռեժիմի հետ ֆլիրտը, հատկապես երբ դա արվում է մեր գործընկերների եւ դաշնակիցների կողմից։ Չմոռանանք, որ պարբերաբար նույն բանն անում էր Ադրբեջանը, նույն բանն անում էր Հայաստանը, Ադրբեջանին չէին քննադատում, Հայաստանին քննադատում էին։ Հիմա արդեն Ադրբեջանին էլ են քննադատում, դա արդեն գալիս է նեղացվածությունից, նեղացկոտությունից, որովհետեւ ուժը պակասել է եւ իրեն բանի տեղ չեն դնում։ Ինքը անդադ տեղը հիշացնում է բոլորին։ Ուրեմն, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին եւ ընդգծել երկար դադարից հետո Հայաստանի հետ կապերի վերականգնումը։ Այս սրա մասին էր Զախարովան, որ այսինքն դժգոհում էր։ Զախարովայի խոսքով իր հնչեցրած դիրքորոշումը պատկանում է ոչ միայն երկրի պետական կառույցներին, այլև ողջ հասարակությանը։ Սա այն հարցն է, այսինքն բոլորիս է վերաբերում, ժողովուրդ ջան։ Սա այն հարցն է, երբ մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն թիրախավորված են Կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների կողմից եւ հստակ գիտակցում են այդ ռեժիմի նեոնացիստական էությունը, հարց են տալիս, իսկ ինչպես է, որ որոշ երկրներ, պաշտոնական ներկայացուցիչներ, պետական ծառայողներ ու քաղաքական գործիչներ չեն տեսնում այդ ամենը։ Այն երկրները, որոնք կրկին ընդգծում եմ, մեր դաշնակիցներն են, գործընկերներն ու բարեկամները։ Այսինքն ինքը հարձակվել է սլավոնական արյունակից եղբոր վրա, այնքան բզբզեց մարդիկ պարզեցին, ասին այ թաթարի ծնունդներ, մտան դուք ինչ սլավոնական արյունակից Ուկրաինայի հետ, նրա լրիվ ուրիշ ազգա, ուրիշ պետություն, ուրիշ ճանապարհ անցած։ Բայց լավ, էլ թողնենք այդ հարցի մյուս կողմն է։ Այսինքն հիմա կոնկրետ Հայաստանին մեղադրում են, նաև Ադրբեջանին, որ դուք ուկրաինական ռեժիմի հետ լավ հարաբերություններ։ Ինքը հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի, անգամ նա ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Այնպես չի, որ մենք դա ենթադրում ենք։ Միջազգայինորեն ճանաչված իրավունքի մասին է խոսքը։ Ինքը մեղադրում է, ասում է դու ես օկուպանտ եմ, դու իմ դաշնակիցն ես, դու պետք է իմ կողմից լես, ինչ գործ ունես Ուկրաինայի հետ, նույնիսկ ոչ թե Ուկրաինայի կողմից ես հիմա, այլ Ուկրաինայի հետ ֆլիրտ անես։ Էդ էլ իրավունք չունես դու անես։ Հիմա շարունակենք։ Մենք անշուշտ դատապարտում ենք Կիև կատարած այցերը եւ ահաբեկիչների պարագլուխների հետ եղբայրացումը։ Հայաստանից էլ Կիև գնացել է նաեւ փոխարտգործնախարար պաշտոնակատարը։ Նրանք բացահայտ հայտարարում են ռուսական ամեն ինչ ոչնչացնելու իրենց նպատակի մասին, ամեն օր գնդակոծում են մեր երկրի քաղաքացիական օբյեկտները եւ սպանում խաղաբնակիչների, ոչ միայն Ռուսաստանի, այլ պետությունների, այդ թվում ԱՊԱ անդամ երկրների քաղաքացիների։ Բացի այդ, նրանք սարսափելի ոչռագործություններ են կատարում եւ արդարացնում հիտլերյան Գերմանիայի բանդերական աջակիցներին։ Իդեպ հենց այդ նույն Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար իրենց կյանքն են տվել խորհրդային միության բոլոր հանրապետությունների ու ազգությունների միլիոնավոր քաղաքացիներ։ Իրանք էլ շարունակում են պնդել, որ նացիստական ռեժիմը Ուկրաինայում, բայց ստիպված հիշեցնում են, որ ձեր
ծնողները, պապերը կռվել են այդ նացիզմի դեմ։ Նոր հիշեցիք, հա, որ Ուկրաինան ձեր կողմից էր կռվում ընդեղի հետ, որ ասում եք մենակ հաղթել ենք, բա մենակ հաղթել եք, հիմա մենակ Ուկրաինայի չեք կարող հաղթեք։ Բացարձակապես անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված այսպես կոչված հավաքներին, դա Զելենսկու գալը նկատի ունի, բացի նաև Զելենսկու հանդիպումը Ադրբեջան, եւ դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սրանք լուր հետևել, թե երես թեքել ու ձևացնել, թե չենք լսել կամ չենք տեսել։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Այս հարցը բոլոր նրանց համար է, ովքեր անում են դա։ Կասեի պետք է թողնել իրենց խղճին, բայց մենք չենք թողնի։ Այսինքն, մենք չենք թողնի Հայաստանի կամ Ադրբեջանի խղճին, մենք քայլեր կանենք Հայաստանի ու Ադրբեջանի դեմ։ Եվ նաև ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև քաղաքասարակության։ Ես ինքս հրապարակայնորեն գտնում եմ, որ ուկրաինական պատերազմ Ռուսաստանը թույլ է տվել ծայրահեղ սխալ, պատերազմը սկսելով արդեն ինքը պարտված է, որտեղ ինչ արդյունք է լինի, ինքը չի կարող հաղթող լինել, 100 տարով դարավ թշնամի իր հարևանի հետ, որին սլավոնական եղբայր էր համարում, եւ այս պարագայում ոչ մի պարագայում արդարացված չէ Ռուսաստանի արածը։ Հիմա իմ նկատմամբ եք որոշել անպատասխան չթողնել։ Դե հիմա պատասխանը բարեխղճորեն ես ձեզ կներկայացնեմ, կսպասեմ ձեր պատասխանին։ Մենք անշուշտ կոչ ենք անելու նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե այդ ամենը չենք նկատում, որտեղ նրանք պետք է լիովին հաշիվ տան իրենց, թե ինչ ռիսկերով է հղի նման քաղաքականությունը, այդ թվում մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում, հայտարարել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Այսինքն, երբ որ Ռուսաստանին ասում ենք օկուպանտ, դա նշանակում է, որ մենք ռիսկի ենք դիմում Ռուսաստանի հետ կապված խնդիր կունենանք, որտեղ չեն պատրաստվում մենակ ամոթանք տալ ու մի կողմ քաշվել, մեր դեմ քայլեր են անելու։ Հիմա մենք ժողովուրդ արժանապատվություն ունենք, թե չունենք։ 2022 թվականի, որ իրանց ասում ենք, իրանց տեղը ցույց էինք տալի։ Հայաստանում ասում են, այս մարդիկ խիղճները գցել են, այս ինչ են խոսում, ո՞նց կարելի է Ռուսաստանին տես բան ասել, կամ Ուկրաինայի հետ կապված պատերազմ Ռուսաստանը կարող է խնդրեմ ունենա։ Անցավ չէ այդ ամեն ինչը, տեսակ ինչ հակատը, այսօր անգամ մեզ մեղադրում են, այսօր 5-րդ տարին է պատերազմի, բայց դրանով չավարտվեց, իրանք ուրիշ պատերազմ էլ ունեն, Մարիա Զախարովա, վերջին շրջանում տեղի են ունեցել առանձին լուրջ միջադեպեր Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչը բնականաբար ուշադրություն եւ համապատասխան գործողություններ է պահանջում վրացական իշխանությունների կողմից։ Մենք ելնում ենք նրանից, որ Թբիլիսին սպառիչ միջոցներ կձեռնարկի ռուսատյացությունը թույլ չտալու համար։ Լիովին կապահովի Վրաստան ժամանող բոլոր ռուսաստանցիների անվտանգությունը։ Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Ռուսների շահերը պաշտպանելու համար մտել օկուպացել են ցանկացած երկիր, արդարացնելով ռուսների շահերն են պաշտպանում։ Հատուկ գնում են նպատակային Վրաստան, գնում են ասում են ռուսերեն, որ խոսենք, պարտավոր եք պատասխանել, բոլոր տեղերը ռուսերեն գրածելի, դուք կով դառակ, դուք մեր կազմում եք եւ այլ եւ հատուկ գնում են, սադրում են եւ Ռուսաստանից էլ հիմա Վրաստանին ասում են դու ես մեղավոր, պետական մակարդակով չես կարողանում ռուսատյացության դեմ առնել։ Ինչու են ռուսաստանցիներին ատում, որտեղ իրանք պահում են իրանք սանձարցակ ու լկտի։ Իրանք գնում են ցանկացած տեղ, գնում են Ղազախստան, դուք պարտավոր եք ռուսերեն խոսակ, պարտավոր եք էսան, ոչ մեկը ոչինչ պարտավոր չի իրապետությունում։ Բարեկրթության հարցակ, ու այդ խոսի ռուսերեն, թե չի խոսի, կամ անգլերեն խոսի, բարի եղի դու էլ անգլերեն պատասխանել։ Այդ ուրիշ խնդիր է, բայց դուք դիտավորյալ սադրում եք եւ ինչպես տեսնում եք, մտածում եք, այս սրանք փոքր են, այս փոքրների վրա ուժես կարող է պատի, բերեք մի հատ սրանց բանանեմ կարգի հրավիրեմ, չի ստացվել, դու այդքան ուժեղ չես, որ անգամ կարողանաս հարավկովկասյան 3 երկրներին կարգի հրավիրես։ Խելքները գլուխները հավաքեք, տեսեք ձեր պատերազմի տակից կարող եք դուրս գաք, թե չէ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիա։ Մի անհանգստացեք Ռուսաստանում զորահավաքի մասին։ Կարծում եմ, որ դրա մասին արդեն պաշտոնապես բազմիցս ասվել է։ Մեզ հիմա զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսում եւ որքանով ես տեղյակ եմ, չի էլ սպասվում։ Սեպտեմբերի 20-ին Պետդումայի ընտրություններն է, մարդիկ մտածում են ընտրություններից հետո զորահավաք կլինել են մասշտաբային, որտեղ հաշվում են ինչքան որ դուք պայմանագրային տանում եք, ավելի շատ զոհվում են, բացի դրանից այն
հարցերը, որ Ուկրաինան կարողանում է լուծել եւ լուրջ ծանր հարվածներ հասցնել թիկունքին, ձեզ շատ ավելի մեծ զորք է պետք, քան ընդհանրապես պակասը համալրելու համար, որպեսզի գոնե կարողանաք քանակ ոչնչացնելով գոնե մետր առաջ գնաք։ Այս պարագայում հարցը առաջանում, շախմատի լեզվով ասած ցուկցվանգի ռեժիմի մեջ են իրանք, որ քայլնել անեն ի վնաս իրենց է։ Զորահավաք անում են, դժգոհությունը երկրի ներսում մեծանում է, թե այս ինչ է ստանում, ում էր պետք է պատերազմը, մանավանդ որ մի մասին պայմանագրով տարել են, մեծ փողեր են տվել, դա շատ լավ բիզնես է, Ռուսաստանում դրանից լավ փող աշխատելու ձև չկա։ Ասում են տարեք, ամուսնուս գնդակ արեք, փողերը տվեք, ես հնդիկի հետ ամուսնանամ, բնակարան ստանամ։ Դրանից լավ բիզնես այսօր տենց բիզնես գոյություն չունի։ Եվ հիմա այս պարագայում մեկ էլ տեսնում ես մեկին զորով բռնում են, ասում են պարտավոր ես գնալ կռվել, որովհետև մեր երկիրը պատերազմի մեջ է։ Դժգոհություն խայտարակ ձևի լինելու է։ Իսկ եթե իրանք վախենալով այդ ներքին դժգոհությունից, որ կարող է պայթյուն առաջացնի, զորահավաք չանեն, խնդիր են ունենալու պակասելու։ Այս ցուկցվանգի ամբողջ իմաստը նա է։ Ինչ քայլ անես ի վնաս քեզ է, եթե անդադ մտածում ես ինչ քայլ անես, ժամանակդ անցնում է, ժամանակն էլ է ի վնաս քեզ եւ քեզ պարտությունն է գրանցում ժամանակի համար։ Այսինքն սա ինչի համար եմ ասում։ Պետք չի ասել մի անհանգստացեք զորահավաք չի լինելու, կլինի թե չի լինի, երկու դեպքում է դուք պարտված եք։ Չանեք խնդիր եք ունենալու, պակասելու է, անեք ներքին լարվածությունն ավելանալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Պատճառը թե ինչու ես դա արեցի հարցակումն Իրանի վրա, այն է, որ մենք ընտրություն չունեինք եւ ես դա նորից կանեի 100 անգամ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ եւ միջուկային զենք նրանք չեն ունենա։ Իհարկե այդ բացատրությունը պարբերաբար ասել խոսում այն մասին է խոսում, որ ինքը հասկանում է, որ սխալվել է, այս պատերազմը չպետք է սկսեր, առավելևս չտեսնելով, որ ինչպես է տակից դուրս գալու, ոնց կարողացան խելքը ուտեն, որ առանց հատուկ ծառայությունների ուսումնասիրության չհասկացան, որ Իրանը արդեն երկրի ներսում ապակենտրոնացրել է իշխանությունը եւ միայն հոգեոր առաջնորդին սպանելով երկիրը չես պարալիզելու եւ նաեւ եթե այդ հատուկ ծառայությունների զեկույցները կամ չի հասել տեղ կամ բանի տեղ չեն դրել, իսկ Իսրայելի հատուկ ծառայությունների զեկույցների նպատակն է եղել որ բերեք մի քանի գեներալ սպանենք, հոգեոր առաջնորդին սպանենք, մեղմ բանակցողներին սպանենք եւ մենք երկիրը կվերցնենք, մեր ուզած մարդկանց էլ կդնենք, այս էլ փաստորեն այդ տարբերակով գնաց եւ սխալվեց։ Հիմա փորձում է անդադ արդարացնի, որ այդ ամեն կռիվը միջուկային զենքը կանխելու համար է։ Միջուկային զենքը կանխելու համար չէ, Իրանը բազմաթիվ անգամ նշել է, որ ես միջուկային զենք ստեղծելու ցանկություն չունեմ, բայց խաղաղ միջուկային ծրագիրը պետք է անեմ։ Եվ այս բանակցությունների մեջ անգամ այդ հարցը չկար էլ, հանած է։ Հիմա ինքը ստիպված է բացատրում, թե ինչի համար դրան գնաց, բայց դրանով հարցը չի լուծվում, որովհետեւ դու անդադ սպառնում ես Իրանին, դա անդադ պատասխանում է։ Երեգել Դոնալդ Թրամփն ասում էր աննախադեպ պատժամիջոցներն ալնելու եւ այլ եւ այլ։ Հիմա Իրանն էլ դրան հակադարձում է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի այսպես կոչված տնտեսական օրը, որ ասում էր տնտեսական ճգնաժամ սանկցիաներ են կիրառելու Դոնալդ Թրամփը, շեղող հանգամանք է Ամերիկայի սեփական ճգնաժամից աննախադեպ պարտքից եւ սրընթաց աճող տոկոսային ծախսերից։ Ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն հետագա պարտություն եւ իրանցիների թշնաման կբերի։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ համաշխարհային ինքնիշխանությանը։ Ասա էլ Իրանի գնահատականը պատասխան այդ աննախադեպ սանկցիաների։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը խոսելով Իրանի մասին ասել է. նրանք ուզում են, որ իրենց տնտեսությունը խեղդվի ապագայում, թե ուզում են ավելի լավ հարաբերություններ ունենալ արևմուտքի հետ։ Սա միշտ էլ այն տարբերակն է եղել, որը նախագահը առաջարկել է այս տղաներին։ Մենք հիմա գտնվում ենք նոր փուլում, որտեղ ամենաարդյունավետ գործիքը, որը մենք ունենք, տնտեսական ճնշումն է, որը կարող են կիրառել նրանց վրա։ Այսինքն տեսնում եմ, որ պատերազմական գործողություններով հաջողություն չի կարողանում ունենալ։ Քանի որ մենք տնտեսական ճնշում ենք գործադրում նրանց վրա, նրանք փորձելու են տնտեսական ճնշում գործադրել նաև մեզ վրա։ Բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրականությունն այն է, որ նրանք շատ ավելի մեծ ճնշում են զգացել, քան մենք։ Այսինքն դեռ դուք ձեր վրա ճնշում զգացել եք, թե ինչի համար եք մտել դրատակ, որ չէիք կարողանում դուրս գաք առանց ճնշման, դա թողնենք ձեր խղճին։ Մենք շարունակելու ենք
Դա քանի որ կարծում ենք, որ դա լավագույն ճանապարհն է, մենք պետք է վերադառնանք ամենասկզբից։ Նախագահն ասաց, որ ինքը չի կարող միջուկային զենք ունենալ։ Դե նրանց միջուկային օբյեկտները ոչնչացված են, բայց հարցն այն է, թե արդյոք նրանք փորձում են վերականգնել դրանք։ Բա ուր է ձեր հատուկ ծառայությունները, ուր է ձեր հետախուզական տվյալները, որ դուք գտնում եք, որ նրանք վերականգնելու որևէ շանս չունեն։ Հիմա անորոշ ձևով ասում եք, չգիտենք ունեն թե չէ, կամ չգիտենք վերականգնում են թե չէ։ Այդ ուզում եք արդարացնեք, թե ինչի համար եք պատերազմը շարունակում։ Եվ այսպես, ըստ էության մենք փորձում ենք ստեղծել փոփոխված իրականություն, որտեղ ոչ միայն կարող ենք վստահորեն ասել, որ նրանց օբյեկտները ոչնչացվել են, այլև կարող ենք վստահորեն ասել, որ նրանք երբեք չեն փորձելու վերականգնել դրանք, նշել է փոխնախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Հիմա տեսնենք, բա Իրանը ինչ է ասում, էսեն Իրանն է, որ մեր հարևանն է, էսեն Իրանն է, որ մեր խաղաղության խաչմերուկի ներքևի սլակն է, էսեն Իրանն է, որ թե Ամերիկայի հետ հարաբերությունը չկարգավորվեց, ինչ թրիփ եւ մնացած բաներ, որ գիտենք դա ինչ աշճանի է վտանգված։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհսեն Մոհեբիի խոսքով, եթե ԱՄՆ-ը որոշի Իրանի դեմ նոր ռազմական արկածախնդրության գնալ, պատասխան հարվածի բնույթը լիովին այլ կլինի։ Իրանական հրթիռների մարտական մասերն այժմ զգալիորեն ավելի մեծ կործանարար ուժ ունեն, քան նախկին պատերազմներում կիրառվածները։ Եթե սկսվի նոր պատերազմ, մեր զենքը բոլոր առումներով բոլորովին այլ կլինի, նախազգուշացրել է Մոհեբին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը կուլիսային բանակցություններ է վարում պահապանների կորպուսի ներկայացուցիչների հետ։ Այդ էլ Դոնալդ Տրամփն ասեց, բա մենք բանակցում ենք, ասենք որ տես բան չկա, էլի հերթական անգամ մի հատ բլեֆ անում է։ Թրամփի մտավոր երևակայությունը նրան չեն օգնի մարտի պարտությունը ընդունելն ու Իրանի առաջ քաշած պայմաններին համաձայնել է, հայտարարել է Մոհեբին։ Հիմա սա էլ հիմա նայենք Ամերիկան բա ինչ է ասում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը խոսելով Իրանի մասին ինչ է նշում. մենք ունենալու ենք պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները եւ ես ձեզ կասեմ, որ սա կաշխատի։ Այն աշխատեց Վենեսուելայում, այն աշխատում է Կուբայում, հենց հիմա եւ այն աշխատելու է Իրանում եւ մենք պատրաստվում ենք տապալել այս ռեժիմը։ Այո, Վենեսուելայում աշխատեց, ոգևորվեցիք, ասիք մի հատ էլ էս անենք, մի հատ էլ Կուբան անենք, մի հատ էլ էս անենք, շատ լավ ոգևորված Դոնալդ Տրամփը առավոտ քնից արտանում ասում է, այսօր ում խփենք, մեկն ասում է Գրենլանդիային, մեկն ասում է Կանադային, մեկն ասում է Մեքսիկային, մեկը ասում է բախտներս բերել է, որ Հայաստանի անունը չի կարամ ասի։ Խառնում է Ալբանիայի հետ, խառնում է չգիտես ում հետ։ Ում ենք մի կետոր հաստատվել, որ այդ մարդը աշխարհագրությունից լավ չի, ժողովուրդ ջան։ Այդ հարցը մի քիչ հանգիստ ենք։ Հիմա ինչ եք համանման ուզում անցկացնեք Վենեսուելայի հետ Իրանը համեմատեք։ Ուրեմն այդ աշճանի չեք տիրապետել երկու երկրների վիճակը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան ավելի լավ է պատերազմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի եւ արժանապատվության դիրքում։ Մենք ոչ մի դեպքում չենք խոնարհվի բռնության առջև եւ դրանում որևէ կասկած չկա։ Մինչեւ վերջին շունչը կանգնելու ենք նրանց դեմ եւ ջախջախիչ պատասխան ենք տալու։ Մեկ անգամ եւս ասեմ, որ թյուրիմացություն չլինի։ Իրանը Ամերիկային դուրս մղեց տարածաշրջանից, ամենաշատ տուժողը մենք ենք ելնելու։ Մենք այսօր Իրանի հետ խնդրեմ չունենք, բայց խնդրեմ ենք ունենալ, երբ որ Իրանը սկսել է մեզ պարտադրել, թե Ամերիկային կասեք այս կողմերը չերևա։ Ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում, որ Իրանը Ամերիկային կարողանա այս տարածաշրջանից դուրս մղել, ժողովուրդ ջան։ Այդ ամեն ինչը մենք ուշադրությամբ հետևենք ու հասկանանք ինչ է սպասվում։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։ Կասկած չկա, որ Իրանի բանակցությունների երկխոսության պատրաստակամության հետ մեկտեղ երկիրը կուշեղացնի իր ռազմական պատրաստվածությունը եւ կքննարկի ամենավատ սցենարները։ Հետևաբար բանակցությունների պատրաստակամության եւ ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի միջև հակասություն չկա։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիմաբադին հայտարարել է, որ Իրանի իբրև մոտալուտ պարտության մասին պնդումները նրա հակառակորդների սխալ հաշվարկների արդյունք են։ Ոմանք պնդում են, թե Իրանը պարտության շեմին է եւ մազից է կախված, սակայն
Միևնույն ժամանակ օգնություն են աղերսում իրենց բոլոր դաշնակիցներից։ Ամերիկան ասում է օգնեք, հիմա այս անգամ օգնեք։ Ղարիբաբադի խոսքով Իրանի դեմ ռազմական արշավը չի հասել իր առջև դրված նպատակներին, որի պատճառով հակառակորդներն այժմ հերթական ձախողումն են անվանում տնտեսական պատերազմ։ Թեհրանը շարունակում է դիմակայել արտաքին ճնշումներին ու պատժամիջոցներին, պաշտպանելով իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Իսկ հիմա ինչա հնչում Ամերիկայից, որովհետև հասկանում են շատ բարդ խնդրի առաջ են կանգնած, նաև տնտեսական սանկցիաները Ամերիկայով արդյունավետ չի լինելու։ Մի Իրան, որը 79 թվից սանկցիաների տակ է, մի Իրան, որ 8 տարի էլ Իրաքի հետ կռվել է դրանից հետո։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը դաշնակիցներից կպահանջի միանալ Իրանի տնտեսական մեկուսացման աննախադեպ արշավին։ Դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ եք, հայտարարել է Բեսենթը, խոսելով դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։ Նախարարի խոսքով արշավի նպատակն է պատժամիջոցային ճնշումն ուժեղացնել, այնքան որպեսզի հասնեն Իրանի կառավարության փլուզմանը։ Բեսենթը Չինաստանին նույնպես կոչ է արել միանալ ծրագրին, միևնույն ժամանակ նշելով, որ Պեկինի հետ բանակցությունների մի մասն ավելի լավ է վարել փակ դռների հետևում։ Նախարարի խոսքով առավելագույն տնտեսական ճնշումը կարող է նվազեցնել Իրանի հետ նոր լայնամասշտաբ ռազմական բախման հավանականությունը։ Այսինքն միակողմանի սանկցիաները արդյունավետ չի համարում, պատերազմը արդյունավետ չի համարում, ցանկանում է որպեսզի իր դաշնակիցները օգնեն։ Իսկ Չինաստանը անմիջապես արձագանքում է։ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթի հայտարարությունն Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին նշել է. Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով եւ չեն արժանացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանությանը։ Պեկինը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում գործել պատասխանատու խնդիրները լուծել քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով։ Պատժամիջոցները եւ ռազմական ճնշումը չեն նպաստում խնդիրների կարգավորմանն, այլ միայն սրում են լարվածությունը։ Էսկալացիան չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին։ Այստեղ էլ մի հատ հարց ուշադրություն դարձնենք, Չինաստանը մեղադրում է Ամերիկային, այս ինչ գործի վրա է։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջ կատեգորիկ պատասխան հարվածներ հասցներ Պարզա Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին, ագրեսորը Ռուսաստանն էր, Չինաստանը այս ձևով չէր մեղադրի Ամերիկային։ Հիմա այսօր ինքը ագրեսորը համարում Ամերիկային, ասում է ինչ գործ ունես Չինաստանի հետ, հերիք չի, ներողություն, Իրանի հետ, հերիք չի հարձակվել ես, մի հատ է սանկցիաներ ես կիրառում, մի հատ էլ ուզում ես մեր վրա ճնշես, որ մենք Իրանին չօգնենք, կամ Իրանի հետ առևտուր չանենք։ Այ եթե մտածեր, որ պետքա Ռուսաստանը, որտեղ իր արդարությունը Ամերիկայի կողմն աշխարհի ամենահզոր պետություն հավաքական անվտանգության տրամաբանությամբ ուժի դիրքերից պատժել օկուպանտին եւ պաշտպանել թույլի իրավունքը, այբ որ այդ ժամանական էր իրանց Չինաստանը չէր մեղադրի, մեռանք ասելով Ռուսաստանի դեմ հարցը լուծի, Իրանի հետ կապված հարցը կլուծես, Իրանի հետ կապված արդարությունը քո կողմը չէ։ Դա համար Չինաստանը շատ լավ էլ հանդուգն ձևով քայլեր անում։ Չինաստանը պաշտպանում է Ռուսաստանին, բայց դու չես կարողանում Չինաստանին տեղը դնես, թե խես օկուպանտին պաշտպանում, որտեղ ասում մի օկուպանտ էլ դու ես։ Հանգիստ թողեք Իրանին մի քանի ամիս, Ռուսաստանի հարցը լուծեք, նոր կվերադառնաք։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այնպես որ այս հարցերը պարբերաբար կլինի մեր ուշադրության կենտրոնում, հանկարծ չմտածեք, որ այն ցածրաճաշակ գզվռտոցը, որը որ կա մեր խորհրդանում, կարող է մեզ շեղել այն խնդիրներից, որը մեր շուրջ ծառացած է, վաղը մյուս օրը տեսեք, ինչ խնդիրների առաջ են կանգնելու, երբ որ մեր իշխանությունը հերթով մեզ տանելու է զիջումների, եւ այդ արդյունքում պետք է ասի դուք որոշեցիք, դուք քվեարկեցիք։ Այնպես որ շատ հարցեր կա, եւ քաղաքացիությունը ունի, եւ արտախորհրդարանական ուժերն ունեն, եւ հասարակությունը ունի։ Դե ինչ, այսօր այսքանը Եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։